Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձությունները մտնում են ամենաթեժ և ամենավճռորոշ փուլ, այստեղ արդեն ոչ թե պարզապես լարվածություն կա, այլ բացահայտ բախում ճշմարտության ու ստի միջև։ Արմոն շարունակում է իր ճնշման քաղաքականությունը, նա գալիս է և բոլորի առաջ պնդում, որ Նարեի երեխան իրենն է։ Նրա նպատակը պարզ է՝ հնարավորինս արագ Նարեին տեղափոխել իր տուն, վերջնականապես փակել նրա բոլոր ճանապարհները և վերահսկել իրավիճակը։ Նա փորձում է ոչ միայն խաբել, այլ նաև ստեղծել մի իրականություն, որտեղ բոլորը ստիպված կլինեն ընդունել իր ասածը որպես փաստ։ Բայց այս անգամ Նարեն այլևս այն նույն լուռ, վախեցած աղջիկը չէ։ Նարեն կտրուկ շրջում է իրավիճակը, նա գալիս է և բոլորի առաջ հայտարարում այն, ինչից բոլորն ամենաշատն էին վախենում, հատկապես Արմոն փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի ոչ ոք չիմանար, որ երեխան Հայկինն է։ Այս հայտարարությունը դառնում է իսկական պայթյուն, մի պահ բոլորը լռում են, ոչ ոք չէր սպասում, որ Նարեն կհամարձակվի այդպիսի քայլի գնալ։ Նա ոչ միայն հակասում է Արմոյին, այլ նաև բացահայտ մարտահրավեր նետում բոլորին։ Նարեի այս քայլը նշանակում է մի բան՝ նա պատրաստ է պայքարել։ Նա ասում է, որ ամեն գնով պաշտպանելու է իր երեխային։ Սա արդեն միայն սիրո մասին չէ, սա մայրական բնազդի, ուժի ու համարձակության մասին է։ Նարեն հասկանում է, որ եթե հիմա չկանգնի, ապա կկորցնի ամեն ինչ՝ և իրեն, և երեխային։ Սաքոյի և ընտանիքի արձագանքը կարող էր լինել երկակի՝ մի կողմից շոկ էր, մյուս կողմից նոր հաշվարկներ, բայց պարզ է, որ այս հայտարարությունից հետո իրավիճակն այլևս չի կարող մնալ նույնը։ Ամենացավոտն այն է, որ հենց այս ամենի ընթացքում Հայկը ոչինչ չգիտի։ Նա հեռանում է բանից անտեղյակ, նա չի լսել հաղորդագրությունը մինչև վերջ, չի լսել ճշմարտությունը և հիմա հեռանում է համոզված, որ Նարեն իրեն խաբել ու դավաճանել է։ Սա դարձնում է ամբողջ իրավիճակն ավելի ողբերգական, բայց հենց այստեղ է, որ սերիալում հայտնվում է այն կերպարը, ով կարող է փոխել ամեն ինչ, և դա Լալան է։ Լալան, տեսնելով իրավիճակը, հասկանում է, որ Նարեն մենակ չի կարող հաղթահարել այս ամենը։ Նա տեսնում է, թե ինչ խաղ է խաղում Արմոն և հասկանում, որ եթե հիմա չմիջամտի, ամեն ինչ կարող է անդառնալի դառնալ։ Նա շտապում է Նարեի մոտ։ Լալան այս պահին դառնում է ճշմարտության կրողը։ Նա միակն է, ով կարող է միաժամանակ հասկանալ իրավիճակի ամբողջ խորությունը և քայլ անել ճիշտ ուղղությամբ։ Շատ հավանական է, որ հենց նա լինի այն մարդը, ով կհասնի Հայկին ու կասի ողջ ճշմարտությունը։ Չնայած Լալան փորձեց մի քանի անգամ զանգահարել Հայկին, բայց Հայկի հեռախոսն արդեն հասանելի է, և սա նշան է, որ Հայկը հեռացել է երկրից։ Իհարկե, դեռ միանշանակ ասել չի կարելի, քանի որ Հայկն ինքն էլ կասկածներ ուներ, որ Նարեի հետ ինչ-որ բան այն չէ, և հնարավոր է, որ վերջին պահին նա որոշի չմեկնել կամ վերջին հնարավորություն տալ Նարեին, որպեսզի նա խոսի։ Եվ այստեղ հարցն այն է, ով կհասցնի Հայկին ասել ճշմարտությունը։ Եթե Հայկն արդեն հեռացած լինի, կամ եթե նա արդեն փակված լինի իր ցավի մեջ և չցանկանա լսել, ապա ճշմարտությունը կարող է կրկին ուշանալ։ Սերիալը հիմա հասել է այն կետին, որտեղ ամեն ինչ կախված է ժամանակից։ Մի քանի ժամ շուտ կամ ուշ կարող է որոշվել ճակատագրեր։ Առաջիկա սերիաներում սպասվում է Լալայի և Հայկի հնարավոր հանդիպումը, Արմոյի և Նարեի բացահայտ բախումը և ամենակարևորը՝ ճշմարտության վերջնական հաղթանակը կամ ուշացած բացահայտումը։ Հարսնաձորի լեգենդը հիմա արդեն ոչ թե պարզապես սերիալ է, այլ հուզական պայքար, որտեղ ամեն կերպար կանգնած է իր կյանքի ամենակարևոր որոշման առաջ, և ամենամեծ ինտրիգը մնում է՝ կհասցնի Լալան հասնել Հայկին, թե ճշմարտությունը կլինի մի քայլ ուշացած։ Իսկ դուք չմոռանաք գրել ձեր կարծիքները և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման նշել, թե ինչ եք կարծում, արդյոք կհաջողվի Լալային Հայկին ասել ճշմարտությունը, Հայկը կմեկնի, թե ոչ։ Իսկ մենք ձեզ համար կպատրաստենք նոր ու հետաքրքիր գաղտնիքներով լի տեսանյութ, որտեղ կբացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ վերջին սերիաներում։ Նշենք, որ հեռուստասերիալը շատ շուտով մոտենալու է իր ավարտին, այնպես որ բաց չթողնեք վերջին կարևոր սերիաները։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է ու լարված։ Վռամը Սոնային ասում է, որ հանկարծ, եթե նա եղբորն ասի այդ ճշմարտությունը,
վատ բաներ են սպասվում։ Իհարկե հեռուստադիտողներն արդեն տեսել են հերթական սերիայի անոնսն ու հասկացել, որ Սոնան Հայկին ոչինչ չի ասի, քանի որ Վռամը սպառնում է իրեն։ Իհարկե, Վռամը կկանգնի ամեն դեպքում քրոջ կողքին, բայց հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Նարեն գնում է ոչ թե Հայկի մոտ, այլ մնում Արմոյի, նույնիսկ Նարեն ուշագնաց է լինում և այդ պահին միայն Արմոն է նրա կողքին լինում։ Ինչ է սպասվում առաջիկայում, ինչ գաղտնիքներ են բացահայտվելու Արմոյի հետ կապված, որից հետո Վռամն ու հայրը Սաքոն երես են թեքելու նրանից ու փորձելու են Նարեին հեռու պահել, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի ստանաք մեր տեսանյութերի մասին առաջին տեղեկատվությունը հենց դուք և վայելեք հետաքրքիր գաղտնիքներն առաջինն իմանալու հնարավորությունը։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու սպասեք նոր ու հետաքրքիր տեսանյութերի։